Հայ-վրացական սահմանի վրացական անցակետն է։ Կադրերը անցած գիշերվա են։ Մի քանի վրացի սահմանապահները չեն հասցնում սպասարկել Ծովափնյա հանգստից վերադարձող հայերի հսկայական հոսքը։ Անձնագրային ստուգման սպասողների մեջ էր նաև Նունե Ավետիսյանը, որը իր երեխայի հետ վերադառնում էր Վրաստանում մանկական պարային մրցույթից։ Անցակետում Վրաստան-Հայաստան սահմանին ստիպված են եղել մի քանի ժամ հերթ կանգնել։ Կուտակումների պատճառով լարվածություն, երկար ժամանակ էինք սպասում, մոտ 1.5 ժամից ավելի կանգնած էինք։ Այդ փոքր հատվածում անոտ տարածություն էր, հիմնականում բոլոր խմբերը երեխաների հետ էին, փոքր երեխաների, մանկահասակ երեխաների հետ էին։ Նունե Ավետիսյանը նշում է, անձնագրային հսկողության բոլոր 4 պատուհանները աշխատում էին, սակայն վրացական կողմի աշխատակիցները փաստաթղթերի ստուգումը իրականացնում էին բավական դանդաղ, ինչի հետևանքով էլ հերթեր էին գոյանում։ Կարծում եմ, որ պատճառը հիմնականում ոչ ճիշտ կազմակերպելու մեջ է, անցակետերում, որտեղ այնտեղ չկային կանգնած մարդիկ, որ կարգավորեին հերթերը, որպեսզի այդպիսի ամբողջ ժողովուրդը չլցվեր այդ մի փոքր հատվածում ու այդպիսի միջադեպեր չլինեին։ Մի փոքր ավելի ճիշտ աշխատանքի կազմակերպման մեջ էր, որտեղ այդ նույն քանակի ավտոբուսներ, նույն քանակի կարելի ասել մարդիկ անցան նաև Հայաստանի անցակետով, այնտեղ նման խնդիրներ չառաջացան, այսինքն ենթադրում եմ, որ կարելի էր եւ ավելի լավ կազմակերպել։ Արդյունքում փոքր տարածքում հավաքված հարյուրավոր քաղաքացիներ ստիպված են եղել ժամեր շարունակ սպասել իրենց հերթին։ Շոկը ու օդի բացակայությունը ծանր են անդրադարձել հատկապես երեխաների վրա։ Մարդիկ շոկից թուլացել էին։ Երեխաները ուժասպառ էին եղել, պատմում է Նունեն։ Ուշագնաց եղավ, ես ծնողի ձայնը լսեցի, երեխայինը չէի կարող նկատել, որտեղ անշարժ կանգնած էինք մի փոքր հետևում։ Ծնողի ձայնը լսեցի, որ վատ է, երեխան վատացավ ու երեխան թուլացել ընկել էր, իրեն իհարկե հանեցին դուրս եւ երբ որ արդեն ես դուրս եկա, տեսա, որ շտապ օգնության մեքենան դեռ կանգնած էր անցակետից այն կողմ։ Նունե Ավետիսյանը համոզված է, որ ամառային ակտիվ սեզոնին, երբ սահմանը հատող քաղաքացիների թիվը էականորեն աճում է, անհրաժեշտ է ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը նման միջադեպերից խուսափելու համար։ Գիշերային մղձավանջի մասին Նունեի ֆեյսբուքյան գրառմանը շատ քաղաքացիներ են արձագանքել։ Այս օրերին հայ-վրացական սահմանը հատած գրեթե բոլոր քաղաքացիները նույն իրավիճակում են հայտնվել։ Վայ իրոք, շատ վատ են աշխատում այդ երկրի սահմանապահները, հիմնականում 1 հոգի է աշխատում ու շատ մուննատ դեմքով։ Մենք էլ էինք այդ ժամանակ սահմանին, ահավոր էր, իսկ վրացի աշխատողները շատ կոպիտ ու անտաշ ձևով էին վերաբերվում մարդկանց։ Վրաստան մեկնելու այլ ընտրանքային տարբերակներ նույնպես կան գնացքով կամ ինքնաթիռով։ Գնացքով ճանապարհը տևում է մոտավորապես 18 ժամ, իսկ տոմսերի արժեքը միայն մեկ ուղղության համար 16000 դրամից մոտ 30000 դրամ է։ Թեև այս դեպքում էլ վրացական կողմում ընդամենը 1-2 սահմանապահ է սպասարկում մի ամբողջ գնացքի ուղևորներին եւ գոյանում են անձնագրային ստուգման հերթեր։ Ինքնաթիռով Բաթում մեկնելը ամենաարագն է, սակայն սա մի փոքր ավելի թանկ հաճույք է։ Ամենաէժանը Flyone-ի ավիատոմսերն են, որոնք սկսվում են 22000 դրամից։ Վրաստանը Հայաստանի զբոսաշրջության համար ամենատարածված ուղղություններից մեկն է։ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալների համաձայն միայն 2025 թվականին Հայաստանից Վրաստան է մեկնել շուրջ 1 միլիոն մարդ։